ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման պատրաստակամությունն ու ռազմավարական գործընկերության թարմացման կարևորությունը, այս հարցերի շուրջ Վրաստանի պատվիրակությունը զրուցել է Վաշինգտոնում։ Լաշա Դարսալյան հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ միասին հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թամար Տալիաշվիլին և ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոլթերը։ Նախարարության տարածած տեղեկատվությամբ հանդիպմանը նաև զրուցել են տարածաշրջանում ընթացող գործընթացների ու Վրաստանի հետ համագործակցության հեռանկարների շուրջ։ Եվ ամերիկյան կողմը վերահաստատել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իր անվերապահ աջակցությունը։ Պետվարչությունում տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվություն է տարածել նաև ամերիկյան կողմը։ Փետրվարի 6-ին կրթության նախարարը կհանդիպի պետական և տեխնիկական համալսարանների ներկայացուցիչների հետ։ Գիվի Միքանաձեն պատրաստ է բոլոր հարցերին տալ պատասխաններ։ Իսկ մինչ այդ երեկ կրթության նախարարությունում տեղի է ունեցել ևս մեկ հանդիպում։ Կրթության նախարարի տեղակալը հանդիպել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի և պրոֆեսոր ուսուցիչների հետ։ Ռեկտոր Ջաբա Սամուշիայի խոսքով հանդիպման ժամանակ դրվել են մի շարք սուր հարցեր։ Երգով վերակենդանացած պատմություն։ Այս խորագրով պետական ֆոլկլորի կենտրոնում կայացավ Սաղմոս 2 երգիչների Սաթանաո անսամբլի համերգը։ Միջոցառումը համատեղում էր երաժշտական և կրթական ձևաչափերը։ Սա երգի և խոսքերի միջոցով փոխանցված պատմությունը, որը պատմում է Վրաստանի 19-րդ և 20-րդ դարերի ուղու մասին՝ պայքարից մինչև հաղթանակ։ Նախագծի շրջանակներում անսամբլը ներկայացրեց այն երաժշտական նմուշները, որոնք արտացոլում են երկրի համար կարևորագույն պատմական դարաշրջանները։ Համերգը անցկացվել է Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Օդեսայի վրա։ Վիրավորվել է 2 մարդ, վնասվել են բնակելի տներ, դպրոց և մանկապարտեզի շենք։ Միևնույն ժամանակ Զապորոժեի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ վիրավորվել 11-ը, որոնց թվում 3-ը փոքրահասակ են։ Վնասվել է 5 բազմահարկ բնակելի շենք։ Բացի այդ, փետրվարի 3-ի գիշերը Ռուսաստանը տարվա սկզբից ի վեր ամենաուժեղ հարվածն է հասցրել Ուկրաինայի էներգետիկ հատվածին։ Ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 71 հրթիռ և 450 անօդաչու թռչող սարք։ Կիևի, Դարնիսկի և Դնեպրովսկի շրջաններում Ռուսաստանի լայնածավալ հարձակումից հետո ավելի քան 1100 տուն մնում է առանց ջեռուցման։ Դոնալդ Թրամփի համար Կիևի վրա իրականացված լայնածավալ հրթիռային հարձակումը անսպասելի չի եղել։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրուցելիս Լևիթը հայտնել է, որ նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախատեսված բանակցությունները կշարունակվեն, իսկ եռակողմ բանակցություններին կմասնակցեն հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Տեղեկացնենք, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները Աբու Դաբիում այսօր կսկսվեն։ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները ընթանում են։ Տեղեկությունը հաստատում է նահանգների նախագահը։ Միևնույն ժամանակ Axios պարբերականը հղում անելով երկու անանուն աղբյուրների գրում է, որ Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ նախատեսված բանակցությունների անցկացման վայրն ու ձևաչափը։ Հանդիպումը նախատեսված էր անցկացնել ուրբաթ օրը Ստամբուլում, սակայն այժմ Թեհրանը պահանջում է, որ բանակցությունները կայանան Օմանում։ Բացի այդ, պարբերականի տեղեկությամբ Իրանի պահանջն է, որ բանակցությունները անցկացվեն միայն երկկողմ ձևաչափով՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև, և ոչ թե մի քանի արաբական և մահմեդական երկրների ներկայացուցիչների հետ միասին։